Բարև ձեզ, մեր հերթական զրույցի շրջանակներում այսօր ինչպես միշտ իմ գործընկերոջ հետ Փայլակ Թադևոսյանի հետ Հարկվճարների պաշտպանություն ՀԿ ներկայացուցիչ եւ ես Էդուարդ Բադալյանս փաստորեն կզրուցենք հարկային իրավահարաբերությունների վերաբերյալ թեմաներից, ինչպես նախկինում խոստացել էինք, կհիշեք, բարբերաբար նշել ենք, որ ցանկություն ունենք հարկային վարչարության վերաբերյալ առավել ծավալուն փորձենք զրույց ունենալ, բայց հաշվի առնելով, որ օրեր առաջ տեղի ունեցավ պետնախագահ Էդուարդ Հակոբյանի մամլոասուլիսը, որտեղ պետնախագահի կողմից ներկայացրեցին մի շարք կարևոր հանգամանքներ պետգործունեության հիմնական թիրախների, խոսվեց նաև վարչարության եւ վարչարության որակի բարձրացման մասին, կխոսենք ասուլիսի ընթացքում արտահայտված մի շարք մտքերի մասին ու նաև կանդրադառնանք վարչարությանը, ինչի չէ նաև կոնկրետ օրինակներով, կոնկրետ խնդիրների վերաբերյալ օրինակներով, մեր կարծիքով խնդիրների վերաբերյալ օրինակներով, ինչը կարծում եմ դիտողներին գուցե եւ ավելի հետաքրքիր կլինի։ Փայլակ ջան, ես գիտեմ դու ես դիտել պետնախագահի ասուլիսը, այնտեղ մի շարք մտքեր հնչեցվեցին վարչարության մասին, հավաքագրումների, ՊԵԿ-ում ստեղծված իրավիճակների վերաբերյալ, երևի խոսքը փոխանցեմ քեզ, դու կընտրես որտեղից սկսել, որից հետո ինչպես զրույցը կծավալվի։ Դե ասուլիսի ընթացքում մի շարք թվեր ներկայացվեցին, կատարողականներ, բարեփոխում կամ բարելավումների մասին խոսվեց, բոլոր այն կետերի մասով, ոչ բոլորի, բայց կետեր կային, որոնց մասով պետքա քննարկվի վերլուծվի, օրինակ։ Ներողություն, բայց կարծես բոլոր թվերը դրական էին եւ ամեն ինչ լավ է։ Հիմա ինչ է, տարիներ շարունակ բոլորը տարեկան հաշվետվություններ ներկայացրել, պետական մարմինները շատ սիրուն ամեն ինչ ներկայացնում են։ Եթե մենք այս տեմպերով ցենց զարգացած լինենք, ասենք ինչ որ միշտ ներկայացվում է, տարիներ շարունակ, հիմա պետքա առանց խնդրի հասարակություն ունենանք, առանց խնդրի ՊԵԿ ունենանք, որտեղ ամեն տարի հենց օրենսդրական փոփոխություններ, օրինակ նույն օրենսդրական փոփոխությունների մասով անդադ ներկայացվում է, որ բարելավումներ են արվում, բարելավումներ, ՊԵԿ համակարգում բարելավումներ, բայց չգիտես ինչի, ասենք դա տեղում է տասնամյակներ դեռ բարելավում ենք։ Հետևաբար նույն, եթե անդրադառնանք, ասենք աշխատատեղերի կամ հավաքագրված գումարների վերաբերյալ, նույն հավաքագրված գումարների, կարծեմ թիվը հնչեցվեց, որ օպերատիվ հետախուզական արդյունքում 124 միլիարդի լրացուցիչ եկամուտներ հավաքագրվել, մյուս թիվը եւ որքանով որ հիշում եմ, այդ տարվա ընթացքում 2700 չգրանցված աշխատողի փաստի արձանագրումն է, որը նախորդ տարվա համեմատ նախորդ նկատի ունեմ 2024-ի համեմատ 700-ով ավել է, աշխատատեղերը հնչեցվեց ոնց որ թե 823,000-ի կարգի նոր այսինքն հասել է աշխատատեղերի քանակը, ընդհանուր քանակը 820,000, 823,000, այս ամեն ինչի մեջ ամեն տվյալ քննարկման ենթակա է, որտեղ այդ 823-ը հաստատ այդքան մարդ աշխատատեղ չի։ Այդ աշխատատեղը մարդիկա, որ մի քանի տեղ է գրանցված, այսինքն այդ աշխատատեղը ինձ թվում է հաշվում է այդ գրանցված տեղերի քանակով, ինքը աշխատատեղ կա, ասեք մի քանի, օրինակ մի 70,000, 80,000 աշխատավարձ են ստանում, ուզում եմ ասեմ, այս ամեն ինչի նայել աշխատատեղ ստեղծելու առումով, առավել եւս այն դեպքում, երբ որ դրանց մի մասը չգրանցվածները դարձել են գրանցված։ Իմ գնահատմամբ, օրինակ, եթե չգրանցված աշխատողների այդ խախտումներն են արձանագրել, օրինակ, իմ գնահատմամբ 30,000 մարդ Հայաստանում
դեռ չգրանցված աշխատող կա։ Եթե մենք այս տեմպով ենք գնում, մի 10 քանի տարի հետո հազիվ հասնենք մի վիճակի, ոչ թե որտեղ բացառում է, այլ իմ այդ շատ մեղմ գնահատականը 30,000-ը կհասնենք մի իրավիճակի, երբ որ կարելի ասել շատ ցածր ցուցանիշ։ Եթե մոտարապես 30,000-ից տարին 2,700-ը բացահայտենք, մոտարապես 15 տարի պետք է, որ այդ բոլորին բացահայտենք, բայց այդտեղ արի կոնկրետ թեմայի միանգամից անդրադառնանք, էլի, եթե դեմ չես, հիմա մենք ասում ենք չգրանցված աշխատող կա, բայց այս տարի մենք ունենք իրավիճակ, երբ որ չգրանցված աշխատող լինելը կարող պայմանավորված լինի նաև գրանցելու դժվարություններով։ Իհարկե, Որովհետև մենք գիտենք հունվարի 1-ից ներդրվել է սկսել է ուժի մեջ մտել օրենսդրական համապատասխան նորմը, որով մեր գործընկերներն էլ բոլորը գիտեն, որ նախատեսված է, որ միայն էլեկտրոնային եղանակով է հնարավոր կնքել աշխատանքային պայմանագիր եւ ներկայացնել համապատասխան հայտը։ Հիմա շատ մարդիկ ուղղակի չեն կարողանում ստորագրելուց հետո նոր համարվում է աշխատանքի ընդունված։ Հիմա այստեղ եթե օրինակ քո կարծիքով, եթե բիզնեսը օրինապահ է, այսինքն որն է ավելի ողջամիտ եւ ավելի տրամաբանական որևէ կոնկրետ բիզնեսի տեսանկյունից ու նաեւ ինչի համար երկրի տնտեսության տեսանկյունից, որ բիզնեսը երբ որ աշխատողը գալիս է, ինքը ուզում է ձևակերպել այդ աշխատողին, ինքը կարիք ունի այդ աշխատողի, ինքը չի ուզում որևէ հարկ թաքցնի չձևակերպված աշխատող ունենա, բայց ձևակերպելու հնարավորություն չունի, որտեղ ID քարտի համար հերթերը հասնում են չգիտես ուր։ Այդ մեկն Հիմա որն է ողջամիտ վարկագիծը բիզնեսի, ինքը բիզնեսը շարունակի եւ գտնի ինչ-որ լուծումներ, որ իր գործը առաջ գնա, հետեւաբար նաեւ երկրի տնտեսությունը այդ մասով, այդ փոքրիկ մասով աշխատի, թե ինքը լինի օրինապահ, ինչպես շատերն են ասում, օրինապաշտ եւ չընդունի աշխատակցին աշխատանքի, չկարողանա օրինակ վաճառող գտնել, չվաճառի, սպասի միջև վաճառողները կունենան ID քարտ, նոր այդ ժամանակ խանութը կբացի։ Տես Էդվարդ ջան, իմ կարծիքով պետության դերը ընդհանրապես այս գործարար միջավայրի տնտեսական հարաբերություններում ամենակարևոր դերը պետք է լինի չխոչընդոտելը։ Բայց որ ոնց մենք նայում ենք, ասենք մեկի մտքով մի բան անցնում, չգիտես, տես մեկը միամիտ հանգամանքներով օրենք ընդունում, տենց ասեմ, էլի։ Բոլորը ծափ են տալիս, ասում են ինչ լավ բան է, այդ բանը իմաստուն ագրավի թե բուի պատմությունը կա, որ նապաստակները դիմում են իրան, ասում են դու խելացի ես, մեզ ասավ մենք ոնց անենք գայլը մեզ էլ չուտի, ասում է եթե ոզնի դառնանք, էլ չի ուտի, ուրախացած գնում, ասում է տեսեք բանը տենց կարգին խելացի այս ագրավը մեզ լավ լուծում ասեց, մեկը տենց դուրս է գալիս, ասում է բա հիմա ոնց դառնանք ոզնի, որ գայլը մեզ չուտի, գնում է նույն այդ իմաստունին հարցնում, ասում է դե հիմա ասա ոնց ոզնի դառնանք, նապաստակները ոնց ոզնի դառնան, ասում է ստրատեգիական որոշումներ եմ կայացնում, տեխնիկական հարցերի մեջ չեմ մտնում։ Հիմա նույնը հայտարարագրման համակարգ 1։ Իմ գնահատումը տապալվեց, որովհետև այն ինչի համար, այն կառուցակարգը ինչով նախատեսում էին, չարվեց, ստացվեց ավտոմատ լրացնելու տարբերակով արեց, չէին իմացել, որ ID քարտեր չկա, կամ հերթերը գոյանալու։ Մյուսը հիմա այս աշխատանքային պայմանագրերը նույն հացն է, այսինքն մի անգամ ընկան փոսը, ասեցինք, զգուշացրեցինք, որ այս էլեկտրոնային պայմանագրերն էլ խնդիր դառնալու, էլի չլսեցին, գնացին, հիմա ես որքանով տեղյակ եմ, նախաձեռնություն կա 2 տարի հետաձգել, նոր իդեպ ասուլիսի ընթացքում է, պետնախագահը ասեց, որ դրսում գտնվող մարդկանց համար, ովքեր ուզում են հարկ հայտարարագիր ներկայացնել, իրանք փորձում են վերանայեն, որ լիազորագրով հանձնելու հնարավորություն ընձեռնեն։ Այդ մասին մենք 2 տարի առաջ էինք ասում, մենք մեր կազմակերպությունը ավելին գրավոր առաջարկա ուղարկե, չլսեցին, նորից եկան նույն վիճակին, ինչ ստեղծվեց, այս մի անգամ ասել եմ, նորից կրկնեմ, իսկ թվում է մազոխիստ ինչ-որ հատկություններ ունեն, որոշ տենց կամ ասեմ պաշտոնյա
խնդիր են ստեղծում, հետո ուզում են տենց ցավերով, բան, տենց դժվար իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել, նույնն է այս էլեկտրոնային ստորագրություններն է, բայց դեպքեր կա, որ այսինքն մարդիկ չեն կարող նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող էլեկտրոնային ստորագրություն ունենալ, ոչ ID քարտերով։ Այսինքն անձը Հայաստանում չի, Հայաստանի քաղաքացի չի, բայց վարձու աշխատողը համարվում այդ կազմակերպությունում։ Այսինքն հերավար աշխատում, տես հիմա իրանց դեպքում ինչ են անելու, այսինքն մի կողմից օրենքը ասում է պետք է գրանցես էլեկտրոնային, մյուս դեպքում դրա հնարավորությունը չկա բացակայել։ Այսինքն, եթե ճիշտ եմ հասկանում քո միտքը, ուզում ես ասես, որ մենք փոխանակ էլի գրանցեն մարդիկ, էլի ներկայացնեն իրանց վարձու աշխատողներին, բայց մենք պետք է հնարավորություն տանք հեշտությամբ դա անել ու ոչ թե մեր դժվարություններով երբեմն անհնարին դարձնենք այդ աշխատողներին գրանցելը։ Բոլոր ժամանակներում ինձ թվում է տենց շատ մեծ դեպքերում սկզբից մի բան անում են, հետո մտածում, այս էլ հերթական այդ դեպքերից, ասենք, հակառակ դեպքում անհասկանալի է, մի ամիս ուժի մեջ մտնելով օրենքը, մի ամիս գործում է, արդեն մտածում են, որտեղ նոր մտածեցին, նոր հասկացան, որ դա անհնարին է, ամեն ինչի մասին տեղյակ են։ Մենք իհարկե ուղիղ մեր թեմային չի վերաբերվում, բայց ես կասկածում եմ, որ մեր ազգային ժողովի падգամավորները, ովքեր բավական հեշտությամբ քվեարկել են այս կարգավորումը մտցնելու օգտին, նույնքան հեշտությամբ կքվեարկեն ընդամենը 2 ամիս հետո կքվեարկեն այդ կարգավորումը հանելու օգտին կամ 2 տարով հետաձգելու օգտին։ Բայց վատն այն է, որ այդ ամեն ինչը ներկայացում է, որպես լավ բան են արել, այսինքն իրանք մի հատ մեծ խնդրեմ են ստեղծում։ Դե ստացվում է 2 լավ բան։ Հետո մի հատ ներդրել են շատ լավ համակարգ էլեկտրոնային ստորագրությամբ պայմանագրերի համակարգ եւ կատարել են միանգամից անմիջապես երկրորդ լավ բանն են անում, հետաձգում են 2 տարով։ Տես հիմա ես ինչն է հետաքրքիրը, երբ որ անկախիքի մասին քննարկումներ էր 22 թվականին, եթե հիշում ես մենք այդ ժամանակ քննարկում էր, որ այն խնդիրները, որ առկա են, վերացնեն, այսինքն ինքը անկախիկը պետք է շահագրգռես, որ մարդը շահագրգռված է, իրանք հակառակ արեցին, այսինքն այդ անկախիկի համար բանկերի սպասարկման տոկոսների հարց բարձրացվեց, ոչինչ չարեցին, 3 տարուց ավել ոչինչ չարեցին, հիմա կարծես լավություն ներկայացում է ժողովրդին, որ տեսեք միջնորդավճարների գումարները կենտրոնական բանկը ասել է, որ պակասացնելու է բանկերի միջնորդավճարները։ Հիմա ստացվում է, հա իդեպ շահառուներն է 85,000 հարկ վճարողներ են։ Այսինքն 85,000-ի դեպքում այդ խնդիրը կար, որ ավել գումարները, այսինքն սպասարկման մեծ փոքր շրջանառություններ։ Ոնց հասկանում բոլոր հարկ վճարողներ էլի։ Հիմա 85,000 մարդու շահերը ստորադասվեցին 3 տարի շարունակ, ասենք մի քանի բանկերը, որ տենց բոնուսներ ստանան անկախիկից, հիմա ասենք ոնց կարանք այսքանից հետո ասենք լավ բան արվե։ Այդ նույն հաջողությամբ անմեղ մարդու կարելի է դատել, ասենք ծմա տալ, հետո ասել 20 տարի ենք տալիս, ասենք տես ինչ լավ բան ենք անում, ծմա էր, հիմա 20 տարի ենք տվել, բայց այդ մարդը անմեղ էր, էլի։ Այսինքն չգիտեմ, մի քիչ պետք է մտածեն, էլի ամեն ինչ անելուց առաջ, այսքան չի լինի, էլի, ասենք, այսքան չմտածել չի լինի, էլի։ Քանի որ աշխատողների եւ ձևակերպված չձևակերպվածից խոսեցինք, ու նաեւ խոսեցինք այն մասին, որ փաստորեն 2700, ասեցիր ոնց որ, հա, ըստ նախագահի արձանագրվել է սահմանված կարգով վարձու աշխատողի չձևակերպելու դեպք եւ ենթադրվում է, որ դրանք արդեն ձևակերպվել են։ Ես մի կոնկրետ օրինակ հիշեցի եւ կարծում եմ, որ այստեղ իհարկե կարող է 2700 արձանագրվել, կարող է նույնիսկ 3000 արձանագրվել, բայց ես մի երկու կոնկրետ դեպքեր իմանալով կարծում եմ, որ այստեղ չեմ ասում զգալի մաս, բայց որոշ դեպքերում դեռ հարց է դրանք վարձու աշխատողներ են եղել, թե ոչ, որտեղ օրինակ հիմա դե գիտենք թեմատիկ հարկային ստուգումները տեսաձայնագրվում են, օրինակ ես վերջի շրջանում առիթ ա եղել նայելու մի երկու տեսաձայնագրություն
եւ որտեղ քաղաքացին պետք աշխատակիցներին հայտնում է, որ ինքը աշխատող չի, բայց ինքը եկել է, օրինակ, ենթադրենք հաստուղ պետք է աշխատի։ Եկել է մի հատ հաց թխի, որ տեսնեն ինքը հաց կարողանում է թխել, թե չի կարողանում, որից հետո որոշեն ինքը կաշխատի, ընդունում են իրան աշխատանքի, թե ոչ։ Եվ երկար այս խոսակցությունը գնում է պետք աշխատակցի եւ քաղաքացու միջև։ Իրեն առաջարկվում է հայտարարություն գրել եւ առաջարկվում է գրել աշխատում ենք հաստուղ եւ այլն, այս մարդը ասում է չեմ աշխատում։ Ասում է եկել եմ թխեմ, որ իմ հացը թխած մի հատ ուտեն այս մարդիկ, տեսնեն ուտել լինում է թե չէ, ու որոշեն ես կաշխատեմ, թե չեմ աշխատի, ընդունում են ինձ աշխատանքի, թե չեն ընդունում։ Բայց այդ մարդը ձևակերպվել է արձանագրվել է որպես չձևակերպված վարձու աշխատող։ Օրինակ տեսել եմ տեսանյութ, որտեղ մարդը ասում է, որ ինքը տաքսի է վարում, իրեն կանչել են եւ ինչ որ ապրանք պետք է տանի ակետից բեկետը։ Տաքսիստ է մարդը։ Այդ ամենը տեսաձայնագրության մեջ ասվում է։ Հետո չգիտեմ ոնց հաջողացվում է, այս մարդը հայտարարություն է գրում, որ ինքը կատարվում է առաքման աշխատանքներ թե ծառայություններ եւ արձանագրվում է որպես չձևակերպված աշխատող։ Հիմա ես չգիտեմ, օրինակ այդ դեպքում, այն մյուս դեպքում, այդ մի հոգուն ավել, մի հոգուն պակաս ձևակերպելը, ընդհանրապես ասած մեր երկրին ինչ օգուտ է տալիս։ Ավելի վնասում է, ասեմ ինչի, որտեղ արդարության նկատմամբ պատկերացումները փոխվում են։ Ասում են ինչ էլ անեն, մեկը ասենք ոնց ուզեն, տենց են անելու, այդ շատ վատ երևույթ է։ Այդ մի քիչ նման են հին ժամանակներում այդ որ տեսուչները ՀԴՄ-ի են ստուգում, տեսնում են երբ չկա էլեկտրիկին գնում էին տենց համոզում էին ասում են լույսերը անջատի գնում են ասենք մարդիկ նստած հաց ուտում մի ձև պիտի փողը տային, չէ, ասենք դուրս գալուց անջատում են, տես դուրս գալուց մի ձև գումարը պետքա տան, հո չի ասելու, չէ, հաց կերել եք փողը չենք տալիս, ինչա բանը ՀԴՄ-ի հետ կապված, այսինքն ՀԴՄ-ն չի աշխատում, կարող է խախտում արձանագրեն, մոտարապես տենց մի քիչ դրա նման հոտ է գալիս, սենց ասեմ դրանից, լավ չի, շատ վատ է, պետք է ըստ էության ամեն ինչ արվի, ըստ բովանդակության, բայց դե քանի որ տենց մեծ պատկերով մենք հարկային օրենսգրքի մեջ շատ լավ բաներ գրացում ենք այն սկզբունքների մոտեցումների մասով, բայց ոնց որ այդ գրածը բանը շատ դեպքերում կամ որոշ դեպքերում ըստ նախասիրության մնում է գրված, դա վերաբերում է նաև ցանկացած մեկնաբանության դեպքում երկիմաստությունների, անորոշությունների դեպքում երկու հարկվճարողի մեկնաբանելու դրույթը, դա շատ վատ է, եւ մենք ամեն օր ասում ենք բարեփոխում մի պատկերացրեք մի ընտանիք ենք եւ այլն, բայց տենց չի էլ, տենց չի կարելի ընտանիքի անդամները տենց վարվել, առավել եւս եթե օրենքով հստակ գրված է, որ երկիմաստությունների, անորոշությունների դեպքում օրենսդրությունը կիրառվում է հարկվճարողի օգտին։ Ախր ինձ թվում է դու մի քիչ մեղմ ես ասում։ Ես կան դեպքեր, երբ որ օրենքը մեկնաբանվում է միանգամայն այլ կերպ, քան գրված է։ Օրինակ բերեմ։ Օրինակ հարկային օրենսգրքի 352 հոդվածի 5-րդ 352.1 հոդվածի 5-րդ մասով ուղղակի սահմանված է, որ տեսաձայնագրությունը թեմատիկ ստուգման ժամանակ իրականացվող համարվում է խախտումը հիմնավորող ապացույց։ Իսկ առաջին մասում նշված է, որ տեսաձայնագրությունը կատարվում է խախտման արձանագրման հանգամանքները հիմնավորելու նպատակով։ Բայց մենք ունենք պետք բողոքարկման հանձնաժողովի որոշում, որտեղ գրած է, որ տեսաձայնագրումը կատարվում է հետևյալ նպատակներով։ Հարկային ծառայողի կողմից ստուգում իրականացնելու մտադրությունը, նկատենք օրենքում գրած է խախտման արձանագրման հանգամանքները ապացուցելը եւ խախտումը հիմնավորող ապացույց է համարվում։ Իսկ հանձնաժողովը գրում է որոշման մեջ, որ հարկային ծառայողների կողմից
ստուգում իրականացնելու մտադրությունը եւ ստուգման իրականացումը հիմնավորելու նպատակով։ Դեպքում ինչի է պետք տեսաձայնագրումը, եթե Դե հիմա ես չգիտեմ, օրինակ դու ասացիր երկիմաստությունների մասին, իսկ այստեղ որտեղ երկիմաստություն չկա, Պեկում կարծում են, որ ձայնագրությունը կատարվում է մտադրություններ հիմնավորելու նպատակով, օրենքում գրած է, որ ձայնագրվում է խախտման արձանագրման հանգամանքները հիմնավորելու նպատակով։ Այնպես որ կարծում եմ մենք շատ լավատես պետք է լինենք, Հիմա այս դեպքում ինչ ենք անում։ Իսկ միգուցե ճիշտ է ասենք դիմենք ազգային ժողովի падգամավորին, ասենք ժողովուրդ, դուք օրենք եք ընդունել, նպատակը էս է գրել, բայց տեսեք ՊԿ-ը այլ մեկնաբանություն է անում, իրար մեջ մի հատ պայմանավորվեք, տեսնենք ինչի համար եք այս օրենքը ընդունել, էլի։ կոնկրետ այս օրենքը ՊԿ-ն է տարել ազգային ժողով, կապ չունի։ ու փաստորեն գրել է, մտածել են մի բան, գրել են ուրիշ բան, երևի, ուրիշ ձև չեմ կարող հասկանալ։ Թող ազգային ժողովի падգամավորներն ու ՊԿ-ն է պատասխան տա, ով է ճիշտը։ Հա։ ՊԿ նախագահը ասուլիսի ժամանակ նաև ուրեմն խոսեց վարչարության արդյունավետացման ընդհանրապես եւ որակի բարձրացման մասին ու նաև մասնավորապես դու նշեցիր քո խոսքի սկզբում, որ օպեր վարչության կողմից իրականացվող վարչարության մասին էր խոսում եւ ընդգծվում էր, որ ավելի քիչ միջոցառումների արդյունքում ավելի շատ գումար է հավաքագրվել եւ ստվերա բացահայտվել եւ օպերատիվ թվային հետախուզության գործիքներ են կիրառվել։ Օրինակ դու ինչ կարծիք ունես, իսկապես այդ աստիճան շեշտակի բարձրացել է օպեր միջոցառումների որակը։ Ճիշտն ասած, մի քիչ հակասություն կա այդ ամեն ինչի մեջ, մի քիչ հակասությունն է, որ ՊԿ-ը նաև գտնում է, որ այն նախնական հաշվարկների ինստիտուտը ինչ որ կա դրված է ՊԿ-ում, օպերների կողմից հաշվող, որը նաև քրեական գործերի նյութերի հիմք հանդիսանում, քրեական վարույթներ հարուցելու, վերջին ժամանակներից նախատեսում է բարելավել, այսինքն ՊԿ-ը նույնպես հասկանում է, որ այդ նախնական հաշվարկները ոչ միշտ են ներկայացնում են պատկերը, որ իրականում կա։ Հետևաբար, այս երկուսը կոնֆլիկտ, եթե ամեն ընդունում են այդ հանգամանքը։ Իմ ասածը դա է, եթե այդ միջոցառումները չնախատեսեին դրա ուղղությամբ բարելավումների, նշանակում է խնդիր է եղել, որ այդ միջոցառումները նախատեսում են։ Եթե խնդիր է եղել, իմ համար արդեն վերապահումով է այդ 124 միլիարդի բանը, այդ թվի ճիշտ լինելը, որտեվ ուրիշ խնդիրներ եկա, շատ մարդիկ վախենալով հետագա ընթացքներից, ոչ թե վախենալով, այլ ավելի ճիշտ գլխացավանք չունենալու գործերը կարճելու, շատ մարդիկ ճշտված հաշվարկներ են տվել նույն օպերատիվ հետախուզական աշխատանքների շրջանակներում, բայց ոչ միշտ են համաձայն են թվերի հետ, ուղղակի այդ խնդիրը վերացնելու համար այդ ճշտված հաշվարկները տալիս են։ Հիմա ես ներկայացնել էսի դրա արդյունքում, իմ կարծիքով այդքան էլ ճիշտ չի, ու այդ թվերը իրական պատկերը, իրական հարկերը թաքցնելու հետ կապված, այսինքն այդ պատկերը չի տալիս։ Երկրորդ, եթե մենք ամեն տարի գնալով շատացնում ենք, նշանակում է կամ ստվերն է գնալով շատանում, եթե ամեն տարի ավելանում, չէ, եթե ամեն ինչ նորմալ է արվում, պետք է նվազել այդ թվերը։ Մենք ամեն տարի համ ստվերն ենք շատ կրճատում, հետո ամեն հաջորդ տարի ստվերի կրճատման արդյունքում ավելի շատ փող ենք բերում։ Այդպես չի լինում։ Ինչ որ մի բան այն չի ստեղ։ Ինչ որ մի բան այն չի։ Հիմա կարող է դրա արդյունքում մենակ ավելանում է բանը ծախս արդյունավետության ցուցանիշը, բայց իրական հարկային պարտավորությունների դեպքում վերապահում է պետք անել, առնվազն այդ թվերին, էլի։ Տեսեք, շատ պարզ բան եմ ասում, ես չլսեցի այդ ասուլիսի ընթացքում, կարող է ուշադիր չեղա, վարձակալության տրված բնակարաններից եկամտային հարկի այդ մուտքերի մասին ինչ շատ հետաքրքիր կլներ, ինչ ա եղել, ինչ արդյունքի են հասել, որովհետև այդ
մի 2 տարի առաջ որ օրենքը փոխվեց հայտարարություն տալը, ես համոզմունք ունեմ, որ այդ թվերը ոչ շատ մեղմաս են, ոչ բոլորն են ճիշտ հայտարարագրում։ Ու այնց վերապահում էլ ունեմ, թե որևէ այնց գործում մեխանիզմա ներդրել ՊԿ այդ երևույթը կանխելու համար։ Նույնը, ասենք, ինչ որ այսի 30,000 չգրանցված աշխատողներ, առնվազն բոլոր, չգիտեմ, ես գոնե արեստավորները, ովքեր տաները, մարդկանց տանը գործ են անում, մեծ մասը չգրանցված են, որևէ ձև օրինական դաշտում չեն գործում։ Հիմա այդ ուղղությամբ չգիտեմ ինչ արվում։ Հետո վատը այն է, որ դրան զուգահեռ ներդրում է առողջապահության, համընդհանուր ապահովության համակարգ, որը այսինքն շահառուներին դասակարգում է ըստ իրանց եկամտի, բայց այն եկամտի, որը հայտարարագրվում է։ Ստացվում է այն մարդը, որ շատ է վճարում, օրինական վճարում է, ինքը ավելի շատ պարտավորության տակ կանգնում այս համակարգի ներդրման արդյունքում, քան այն ստվերում գործող պոտենցիալ շահառուն։ Ստացվում է, այն որ ասում է, ուրիշի միջոցով ուրիշին լավություն անելու պատմությունը։ Ուրեմն ի պատասխան մի հարցի պետնախագահ ասաց, որ իրենց թիրախը ոչ թե առանձին հարկատեսակներն են, եթե չեմ սխալվում, հարցը վերաբերվում է նրան, թե վարչարության արդյունքում որ հարկից ինչքան է հավաքագրվել եւ այլն, ու շատ ճիշտ է ասում, իհարկե թիրախը չպետք է կոնկրետ հարկատեսակը լինի, այն պետք է ընդհանրապես լինի վարկագիծը, ինչեւ պետնախագահը ասում է մեր թիրախը հարկվճարողի վարկագիծն է։ Ու այս վարկագծի հետ կապված ես էլի մի կոնկրետ վարչարության հետ կապված պատմություն հիշեցի, երբ որ ու այդ պատմությունները մեկը չեն, եթե ես ընդամենը ես գիտեմ մի 2-3-ը, ուրեմն դրանք իրականում ավելի շատ են, որտեղ դժվար հենց 3-ն են ու հենց 3-ի մասին էլ ես տեղյակ եմ։ Ուրեմն մի գործ էի ուսումնասիրում, որտեղ 15-օրյա ժամկետում ստուգման, ՀԴՄ ստուգման 15-օրյա ժամկետում ՊԵԿ տարբեր աշխատակիցներ 12-ից ավելի, եթե չեմ սխալվում, 22 անգամ առանձին գնումներ են կատարել։ Տարբեր ժամերի, տարբեր օրերի եւ այլն։ Որից հետո երկարացրել են ստուգման։ Այդ հարկվճարողը այդ ինչ արել, ընթացքը հետևից ընկել։ Որից հետո երկարացրել են ստուգման ընթացքը եւ 24-րդ գնումը արդեն արձանագրել են խախտում։ Օրինակ իմ կարծիքով այսպիսի մոտեցումը հետ չի խոսում այդ մասին, որ ՊԵԿ-ին հետաքրքրում է հարկվճարողների վարկագիծը։ Այս տպավորությունը ստեղծվում է այս մոտեցումից, որ հետաքրքրում է համենայն դեպս տեսուչներին, ինչի մասին գուցե ՊԵԿ նախագահը տեղյակ չի, հետաքրքրում է տուգանելու հնարավորությունը։ Ասուլիսին նաև խոսվեց վերջին օրերին շատ խոսվող այսպես արդիական, 0% հարկ, այսպես ասած, հասկացության մասին։ Ճիշտ ասած օրեր առաջ մեր Դավիթն էլ իմ ընկերը այդ մասով հետաքրքրվել էր, ուզում էր հասկանալ այդ 0% ինչ է նշանակում եւ ասում էր, որ եթե 0% լինի, այդ ժամանակ ինքը հարկատու չի համարվի կամ կհամարվի, վերջը մարդկանց մոտ հարցեր էին առաջանում, ու այս մասին հարց տրվեց ՊԵԿ նախագահին, ու ինքը մի հետաքրքիր միտք ասեց, ասում է 0% հարկը նույն ինքը սխալ է համարում, դա տեսակետ է իհարկե, մեկը սխալ է համարում, մեկը ճիշտ է համարում, բայց ասում է 0% հարկը կբերի ստվերի աճի։ Այ օրինակ ինձ հետաքրքիր է, դու ինչ ես կարծում, կբերի ստվերի աճի կամ ինչի պիտի բերի։ Ես ճիշտ ասած չհասկացա, ինչի պիտի բերի ստվերի աճի։ Տես, ամեն ինչ կախված է, այն բանի անեկդոտը մի քիչ ոնց որ այս տեղիներ են, որ ասպա ստրատեգիական որոշումներ են կայացնում, բայց տեխնիկական հարցերի մեջ չեն բանանում, բայց այս այն հարցն է, որ շատ կարևոր է տեխնիկական հարցերը, որտեվ շատ կոնկրետ բան ասեմ, քանի որ շատ տենց վերացական է ասված է 0% հարկ, բայց որքան ես եմ լսել, հայտարարում է 0% հարկ, բայց իրականում
հարցազրույցների ընթացքում ասում է շրջանառության հարկի մասին, որ նկատի ունեն, որ շրջանառության հարկը 0%։ Իմ կարծիքով այս կապվածային թեմայի հետ, եթե շրջանառության հարկ վճարողների դեպքում 0% սահմանվի, բոլոր այն ձեռքբերումները, որ ընդհանուր հարկման դաշտում գործող հարկ վճարողները ձեռքբերումներ են ունենում, օրինակ շրջանառության հարկ վճարողներից, այդ թվում ծառայություններն են ստեղ մտնելու բոլորը, ծախսերը արհեստական ծախսեր գեներացնելու համար, այսինքն շահութարկի գծով ծախսերը գեներացնելու համար կսկսեն մեծ արժեքով ձեռքբերումներ ունենալ, ոչ թե ապրանքային ավելի շուտ ծառայությունների գծով, ձեռքբերումներ ունենալ շրջանառության հարկ վճարողներից, ինչի արդյունքում բազան շրջանառության հարկի բազան կնվազի։ Այսինքն իմ կարծիքով նկատի է ունեցել այդ արհեստական տրանսֆորմացիաները։ Այսինքն նկատի ունենք, որ կավելանան անապրանք գործարքները։ Այո։ Բայց մենք շատ լավ փորձ ունենք ստեղ։ Շատ լավ ասած է իմ կարծիքով ճակերտների մեջ, որտեվ ես այդ փորձին դեմ եմ, համաձայն չեմ, որովհետև դա կոնֆլիկտ է առաջացնում հարկ վճարողների միջև, բայց մենք ունենք փորձ, օրինակ, որ օրենսդրորեն ամրագրել ենք, որ միկրոձեռնարկատիրության, որը հարկ չի տալիս, այսինքն այդ 0% հարկն է տալիս, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ընդհանուր հարկման դաշտում գործողները ձեռքբերումներ կատարելիս շահութարկի հաշվարկման նպատակով համախառն եկամուտից չեն նվազեցնում։ Ճիշտ է։ Հիմա եթե մենք այդ գործիքը ունենք, հիմա դրա համար կարևորը է այս ամեն ինչի մեջ տեխնիկական, այն որ ասի տեխնիկական հարցերը։ Այսինքն, երբ որ ասում ենք 0%, այս ինչ որ մի բան ենք ասում, պետք է ասենք նաև այն մեխանիզմները, որը այդ այս դեֆորմացիաների դեմը առնելու է։ Եթե մենք ասում ենք 0%, եթե ես կհասկանայի բոլոր այն դեպքերում, երբ որ ասեին օրինակ բնակչությանը մատուցվող ծառայությունների դեպքում օրինակ այդ 0%-ը կիրառվում։ Օրինակ մի տարբերակ է։ Մյուս տարբերակը արգել են հաշիվ, այսինքն հաշիվ դուրս գրելու իրավունք չունի, որտեղ այս վերաբերում է միայն ՀԴՄ-ով օրինակ այն ծառայություններին, որ բնակչությանն է, այսինքն ՀԴՄ-ով։ Հետո մի քիչ, չգիտեմ, անդրադառնանք այդ բանը, այդ նախընտրական հայտարարություններին, թե չէ, բայց ես օրինակ չեմ հասկանում, ինչի պիտի Վարշավիրը հարկ չտա, եւ երբ որ հայտարարում է, որ այդ նպատակն է, որ զարգանան, մեծանան, ես չեմ հասկանում, ես անհատ ձեռնարկատեր Վարշավիրը, ասենք ինչ պետք է անի, որ ասենք ոնց ավելացնի։ Դու քո երկրում եւ այլ մասնագիտությունների դե, որոնք նման, այսինքն սահմանափակ թվով, այսինքն մարդկանց քանակ կա, 100,000 մարդ է կտրում, մազ է կտրում։ Հիմա ունենք, ասենք, չգիտեմ, 1000 հոգի Վարշավիր։ Հիմա ոչ այդ մարդիկ են ավելանալու։ Ոչ էլ այդ Վարշավիրները, ասենք 0% լինի, թե 5%, թե 10%, մեկը մազերը այդ մարդիկ են կտրելու։ Այսինքն ռեսուրսը սահմանափակ է։ Աշխատատեղը չի կարող ավելանա, մեկը, այսինքն եթե նույնիսկ մեկը դադարեցնի, այսինքն հարկային բեռի պատճառով մեկը դադարեցնի, այդ մեկի գործը վերցրելու այն մյուսը անի։ Այսինքն ընդհանուր առումով բան չի փոխվում։ Դե լավ, հիմա Վարշավիրներին մենք որոշեցինք հարկել։ Դե ոչ միայն Վարշավիրներին։ Օրինակ Վարշավիրներին։ Ես չգիտեմ հիմա այն բաները հարկվում են, թե չէ, մերսմասրաները հարկվում են, թե չէ, այնքան ասեցի ոնց որ։ Դու քանի դեպք գիտես իրացման շրջանառությունը լիարժեք հայտարարագրող Վարշավիրի։ Այս այն ծառայությունն է, որ նույն այդ մարդկանց մոտ բանա պատահական կողքից անցնող մարդիկ գրեթե չեն մտնում։ Իրանք իրենց հաճախորդին գիտեն։ Իսկ կարող է հարկելով ստվերը ավելացրեցին կամ այնքան հարկելով, ինչքան ուզում ենք հարկենք, տվյալ դեպքում 10%։ Գուցե պետք է 2% դնեինք, այդ մարդիկ հաճույքով կվճարեին։ Դե ես սենց ասեմ, իմ իմացած տեղեկատվությունը մոտարապես այն որ սկսեցին ասին հարկել, այսինքն Վարշավիրները պետք է հարկ տան, գները բարձրացավ։ Այսինքն հարկը օրինակ չտված արդեն բարձրացավ գները։ Օրինակ 2000 դրամ էր վճարվում, ասենք ինչ որ ծառայության համար, ասացին հարկվում են, եթե նույնիսկ 10% հաշվենք, այսինքն 5 էր, 5-ից դառավ 10%, չդառավ ոչ թե
Դարձավ 3000։ Բայց էլի վճարումը կատարվում է ոչ թե ՀԴՄ եւ այլն, այլ էլի կատարվում է, ասենք, հա, հիմա խնդրում են, ասում են, էլ մի, քանի որ հայտարարագրում կա, բան մի արա, այն հավելվածով մի վճարի իր անձնական հաշվին, այլ կանխիկով տուր, այսինքն առաջին կանխիկի շրջանառությունը այդ մասով ավելացավ, հարկը ավելացավ 5%, կանխիկը ծառայության արժեքը ավելացավ 50%։ Հիմա պետք է ամեն ինչ ցանկացած դրա համար եմ ասում, ցանկացած բան, որ արվում է, պետք է մի քիչ մտածված արվի եւ նաեւ այն ռեսուրսները նախատեսեն հսկողություն իրականացնելու համար։ Եթե դու որևէ գործողություն ես անում, հարկ ես ավելացնում, բայց հսկողություն չես անում, դու քո քայլը շատ վատ քայլ է լինում, նշանակում է դու ավելի խոցելի ես պետությանը, ավելի խոցելի վիճակում ես դնում, որտեղ ստացվում է դու մի կանոն ես հայտարարել, բայց քանի որ հսկողական գործիքներ չունես այդ կանոնը պահելու համար, ստացվում է դու օդի մեջ մի բան արեցիր, առանց արդյունքի։ Դե կարող է ստացվի, կարող է չստացվի։ Բազմիցս հայտարարում է, որ այդքան ռեսուրս չունենք, այդքան հսկողություն անեն։ Ուրեմն պետք է լուծումները այնպես լինի, որ եթե մի բան արվեն, համապատասխան գործիքները լինի, այդ ամեն ինչի հիմա դրան որ արձագանքեմ, Փայլակ ջան, կստացվի, որ քանի որ մենք քաղաքականության մասին չենք խոսում, բայց քանի որ ասեցիր, մի թեթև արձագանքեմ, հանուն արդարության պետք է ասեմ, որ այդ համապատասխան անձինք, որ խոսում են 0%-ի մասին, նաև ասում են, որ պետք է չի այդքան ռեսուրս, մենք չենք ռեսուրս տրամադրելու հսկելու համար այդ 0% վճարող կոնտինգենտին, փոխարենը կենտրոնանալու ենք խոշորների վրա։ Բայց անցնենք սա։ Բայց ես ասեմ, էլի, պետության դերը ոչ միայն, ասենք, մենք միշտ նայում ենք պետությունը ռեսուրս չծախսի, այդ եկամուտը քիչ է, անտեղի ռեսուրս չծախսի վերահսկողություն իրականացնելու համար, բայց իմ կարծիքով այդքան էլ ճիշտ մոտեցում չի, երբ որ դու կանոնը դնում ես, բայց չես հետևում, օրինակ, չէ, եթե կանոնը դնում ես, պետք է հետևես։ Կամ պետք է չդնես, եթե չես հետևել, ավելի լավ է չդնես։ Իմ ասած է դա, բայց մյուս կողմից էլ լավ չի։ Իմ կարծիքով պետք է բոլորը հարկ տան, հարկ վճարեն, չափը կարող է ոլորտներից կախված տարբեր լինի, բայց իմ կարծիքով չպետք է մարդիկ լինեն, որ առանձնանան, արտոնյալ վիճակում հայտնվեն։ Դրույքաչափը թող տարբեր լինի, որտեղ օրինակ առևտրի մասով շրջանության հարկը կամ այսինքն ոլորտներ կա, որ իրանք հարկային բեռը շատ անհավասար է բաշխված, շատ անհավասար, պետության դերն է պետք է այն լինի, որ արդարացի բեռ դնի հարկ վճարողների համար, որպեսզի ինքը վատ չզգա կողքի հարկ վճարող, չվճարող, այսինքն համերաշխության մթնոլորտը հասարակության մեջ նաև դրանից համաձայն եմ, իհարկե, այդ մասով համաձայն եմ։ Մի հետաքրքիր բան էլ ես իմ մոտ նշել եմ, եթե ստացվի այնպես, ինչպես ասում է պետնախագահը, շատ լավ կլինի, օրինակ ասում էր, որ նախատեսվում է, ոնց հասկանում եմ ֆինանսների նախարարության հետ է նաև քննարկվում այս հարցը եւ ասում է առաջիկայում հարկային օրենսգրքի փոփոխությունները կլինեն տարին մեկ անգամ։ Սա շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Իհարկե մեկ այլ հարց էլ այնա, թե տարին մեկ անգամ ինչ ծավալի փոփոխություններ են նախատեսվում, որտեղ եթե լինելու է հիմա ասենք տարին 30 անգամ հարկային օրենսգիրք են փոխում։ Եթե այս 30 փոփոխությունը պահելու են, հավաքեն այդ ամբողջը, դարձնեն մի փոփոխություն եւ այսինքն ամեն տարի հարկային օրենսգրքի ենթադրենք 20%-ը փոխվի, դե մեծ հաշվով տարբերություն չկա, գոնե ընթացքում որ անեն մասնագետները փոքր կտորներով կծանոթանան փոփոխություններին։ Բայց չեմ հիշում հարցով տվեց ասուլիսի ժամանակ, ինչքան հիշում եմ հարցի բովանդակությունը հետեւյալն էր, որ հարկային օրենսդրությունը հաճախակի փոփոխությունները բերել են նրան, որ ասում են նույնիսկ պետք աշխատակիցները չեն հասցնում, այդ շատ ճիշտ ձևակերպում էր, իրականում, ասենք, այդ իրողությունը կա։ Իմ կարծիքով, տենց մեծ լավ բան չեն անում, նախկինում օրինակ, շատ նախկինում, օրենսդրական փոփոխությունները կատարվում էր տարին մեկ անգամ բյուջեի այդ մոտարապես
եթե նայես հին հարկային օրենսգիրքը չէ, մինչև այդ եղած օրենսդրությունը, եթե նայես հիմնական փոփոխությունները կատարվում են դեկտեմբերի 1-ից մինչև 30 ընկած ժամանակահատվածում, այսինքն օրենքը ընդունվում էր այդ ժամանակահատվածում։ Հիմա չգիտեմ ինչը դրթեց, որ ասենց հաճախակի, այսինքն անընդհատ տարբեր օրենքների տեսքով գա, բայց այն որ ասում չանեիք հաճախակի փոփոխություն, ասենք հիմա հայտարարել այնց չի, որ օրենքա փոխվե, օրենք չի փոխվե, հավաքեիք դրա մասին բազմիցս խոսվել, հա, գոնե մի հատ օրենք կարդանք, ոչ թե ամեն անգամ անընդհատ բացես արգլիսը, նայես այսօր օրենք փոխվեց, թե երեք փոխվեց։ Որ խմբագրություններ գործում։ Անընդհատ հետևելու ենք ազգային ժողովի նիստերին, որ իմանանք որ օրենքն է քննարկում, ինչա սպասվում։ Հետո էլ բարելավումները մեղմ ասած, հա մոռացա։ Այս 0% հարկի հետ կապված, այստեղ կարևոր է նաև տուգանքները։ Եթե այն գործիքները, այսինքն հարկը 0, շրջանության հարկը 10 լինի, 5 լինի, մարդկանց կյանքը այդքան բան չի դժվարանում այդ ամեն ինչից, բայց կարևոր է այն խախտումները, որի համար երբեմն անհասկանալի, անտրամաբանական տուգանքները որ կան, այդ տուգանքները լինելու են, թե չեն լինելու։ Այսինքն ինքը տեղա օրինակ, ասենք ՀԴՄ այդ 0% եթե սահմանեցիք 0%, ՀԴՄ շահագործելու են, թե չեն շահագործելու, ՀԴՄ-ի շահագործման տուգանքը լինելու է, թե չէ, այդ QR կոդերի պատվությունը լինելու է, թե չի լինելու, այդ չգրանցված աշխատողի տենց այլ ձևերով վարչարություն իրականացնելու հետևանքները լինելու են, թե չեն լինելու, այսինքն այստեղ ինքը հարկը, ասենք 5% թե 10%, մեծ բացառությամբ ասի այդ առևտրային գործունեություններ իրականացնելու դեպքում, հա փաստաթղթորման նկատմամբ տուգանքները, փաստաթղթ ունենալ չունենալու այդ տուգանքները լինելու են, թե չեն լինելու։ Այսինքն դրանք շատ ավելի անգամներով ավելի մեծ բեռ են հարկ վճարողների համար, եթե դեֆորմացիա սկսում են կիրառել ու օրենքի տառից շեղվում են, այլ ձև են կիրառում, այդ տուգանքները շատ ավելի ծանր են լինում։ Դե հիմա օրինակ մենք տուգանքներից ասեցիր, հիշեցի, մենք ունենք կարգավորում, որ դե 25 թե 26 թվից, 25 թվից վերացվեց հատուկ համակարգերում գործողների արտոնությունը չփաստաթղթավորված ապրանքի մասով եկամտային հարկ չվճարելու, այդպիսի արտոնություն ունեին, կհիշես։ Եվ 25 թվականից փաստորեն ներդրվեց 20% եկամտային հարկ արդեն պետք է վճարեին չփաստաթղթավորված ձեռքբերման համար, այսպես կոչված հաշվապանների շրջանում, որպես շուկայից ձեռքբերում հասկացության դեպքում, բայց մի հատ էլ նորմ կա դրած, որ կիրառվում է 20% ուրեմն տուգանք չփաստաթղթավորված ապրանքի համար, որը օրենքով սահմանված է, որ վերջնական պարտավորություն է եկամտային հարկի մասը, վերջնական դա պարտավորությունն է համարվում։ Եւ հիմա ես չգիտեմ հիմա այդ պրակտիկան կա թե չէ, բայց ընդհանրապես վերջերս ես տարբեր հաշվապահներից լսել եմ, որ պրակտիկան այսպեսին է։ Մարդիկ եթե նույնիսկ նման ձեռքբերում են ունենում, իրենք իմանալով, որ 20% եկամտային հարկ պետք է տան, հայտարարագրում են եւ տալիս են եկամտային հարկ 20%։ Բայց հետո հարկային ստուգման ժամանակ Դե պարզվում է, որ ունեցել են նման բան, մի հատ էլ տուգանվում են 20%։ Դες ստացած նույն արարքի համար երկու անգամ տուգանում են։ Հիմա մի հատ էլ տուգանվում են 20% ու հարց է առաջանում։ Այդ դեպքում հիմա մենք գրել ենք մի օրենք, որը հարկ վճարողի տեսանկյունից ձեռնտու է չհետևել օրենքին ու ժամանակին չվճարել եկամտային հարկը, որովհետև երբ որ կգան այդ ժամանակ կգան հարկային մարմնից ստուգման, այդ ժամանակ ինքը կտուգանվի։ Ու դա կլինի իր վերջնական հարկային պարտավորությունը։ Էդվարդ ջան, ստեղ ամենանայ վատը էս ամեն ինչի մեջ ինչն է, այս ամեն ինչը խրախուսում է ստվերին, որտեվ տես, եթե ինքը իր ամբողջ շրջանառությունը արտացոլում է ՀԴՄ-ով, այսինքն իր իրացումները ցույց է տալիս, հարց առաջանում, այդ ինչ է իրացրել։ Այդ ինչ է իրացրել մի հատ եկամտային հարկ է առաջանում ձեռքբերումների մասով, մի հատ է չփաստաթղթավորման մասով։ Այսինքն մարդը, այսինքն այս օրենսդրությունը, այս կարգավորումները բանը ստիպում է,
որ ՀԴՄ-ով չարտացոլի, որպեսզի այն երկրորդ խնդիրը իր համար չառաջանա։ Որտեղ իրանք գցում է կրակը։ Դե բայց դա էլ ասում ենք անում ենք, որ փաստաթղթավորման հարցը լուծենք ամբողջ հանրապետության մասշտաբով։ Հիմա պետք է հասկանանք, որ հարցն է ավելի կարևոր։ Չէ, պետք է հասկանանք այս երկու տուգանքներից որն է նույն արարքի համար ստացվում է ես ավելի վատ դեպք ասեմ, վատ չէ, նմանատիպ։ Այսօր QR կոդի համար տուգանք է նախատեսել, բանը QR-ը չէ, հաշիվների մեջ ԱՏԳ կոդը չնշելու համար կամ սխալ նշելու համար, տես հիմա անձը ներմուծել է ապրանք, ինչ որ ապրանք, ինչ որ կոդի։ Քարան ներմուծել է, ներմուծման ժամանակ սխալ է հայտարարել։ Ինչ որ պատճառով, ասենք մի կոդը, ասենք 8401-ի տեղը գրել է 8402։ Օրինակ, մաքսային մարմինների կողմից պարզվել է դա, չգիտեմ ինչ հանգամանքներով, ասենք կարող է մի օր ԵՏՄ-ի որոշման համաձայն որոշել են այսուհետ այս ապրանքը ոչ թե դասակարգեն, այսինքն մեկնաբանություն են տվել այդ ամեն ինչին, ոչ թե այդ 8401-ն է, այլ 8402-ն է։ Մաքսայինը բանա ուղարկում է հարկվճարողին, ասում է բեր ճշտված հայտարարություն տուր։ Հայտարարագիր ներկայացրու, փոխում է, այս ապրանքը ներմուծել էր, մի հատ է իրացրել էր մի կազմակերպությանը, որը նաև իրացրել է այն մյուս կազմակերպությանը։ Հիմա ստեղ մենք այդ մի հատ այս կազմակերպությանը սրան հաշիվ գրելու ժամանակ ստացվում է սխալ է այդ ապրանքը կոդը գրել, մի հատ այս իրան կարող ենք տուգանել, մի հատ էլ էսել դե մի դասակարգիչի մասնագետ չեն, ամեն անգամ ապրանք ստանալուց ոչ են վերցրելու հաթաթ նորից դասակարգում անեն, մի հատ էլ պարզաբանման համար ուղարկեն վել, մի հատ էլ այս մյուսն է տուգանվում, ստացվում է մի դասակարգիչը այս փուլում ներմուծման ժամանակ սխալ հայտարարագրելու, այսինքն միտում, այս ոչ մի շղթայով միտում չկար, ոչ մի բան չկար, հարկերը վճարվել են, շատ հնարավոր է օրինակ այդ 8401-ը մաքսատուր կար, այն մյուս դեպքում չկար, այսինքն սխալ դասակարգման արդյունքում էլ ավել հարկատվել, օրինակ։ Հա, այս ամեն ինչը, բայց տուգանքները շարվում են։ Իսկ ասենք ստուգման ժամանակ ինչ է ասելու տեսուչը։ Ասելու է այս բացատրությունը որ տաս, կասի իմ գործը տեսել եմ, արձանագրելն է, այն մյուսի դեպքում տեսել եմ, այսինքն բոլորը իրաց գործը անում են, բայց տուժում է հարկվճարողը։ Ու ամբողջ խնդիրը նա է, որ ես վստահ եմ, Փայլակ ջան, նույն տեսուչը, եթե չլինի մաքսայինի արձանագրումը, լավ, գոնե տեսուչների մի զգալի մասը ինքը տեղյակ չի դասակարգչից եւ չի կարա իմանա որն է ճիշտ եւ որը սխալ չէ, զգալի մասը չէ։ Գուցե բոլորը մատների վրա կարելի ասենք հաշվել, որ հնարավոր է, ոչ թե գիտեմ, այլ հնարավոր է, օրինակ 10 հոգի իմանա։ Հարկային ստուգ, այսինքն հարկային մասը ոչ թե։ Եվ այս առումով ինձ շատ հետաքրքիր է, թե ես չգիտեմ ճիշտ ասած ում գաղափարն է այս դասակարգչով պատմությունը, որը ակտիվորեն առաջ է մղվում, հիմա հասել է արդեն ժամանակին ՀԴՄ-ում էր, հիմա հասել է հարկային հաշիվներ ու չգիտեմ վաղը կարող է մի այլ տեղ հասնի։ Ես չգիտեմ, մենք ունենք փորձ որևէ այլ երկրում, լավ, այնպիսի իհարկե այնպիսի երկրում, որը մենք կարող ենք օրինակելի համարել, այս իմաստով, հարկային հարաբերությունների իմաստով, տնտեսության իմաստով, որ մարդիկ ես գիտեմ, որ միայն արտահանման, այսպես ասած ԱՏԳ գործունեության դեպքում են դասակարգիչներով ինվոյսներ դուրս գրում եւ ճիշտն ասած ժամանակին նույնիսկ այդպիսի հոբբի ունեի իմ ընկերներին, ես եթե առիթ էր լինում էի արտասահմանում, չգիտեմ, եվրոպական երկրներում, տարբեր երկրներում իմ ընկերներից էլ խնդրում էի, որ ինչ որ գնում կատարեն եւ իրենց այսպես ասենք ՀԴՄ կտրոնը բերեն ու հավաքում էի դրանք եւ որևէ տեղ չտեսա որ ապրանքի կողքը դասակարգիչ գրած լինի չնայած գուցե նրանք հետամնաց երկրներ են չեն հասնի դե մենք սովորաբար Հռոմի պապից ուզում ենք կաթոլիկներ հենց հա չեն եւ այս մասով մենք իմ կարծիքով էլի որպեսզի վերլուծություն անեն տեսնեն ռիսկերի այսինքն բայց չի կարելի ասենք 100,000 մարդու մեկ այլ պրակտիկա ասեմ Ուրեմն գնում են ստուգման,
հարկային մարմնից, դեռ այս դասակարգիչները դե գիտենք, չէ, նոր է պահանջը դրված, դեռ հələ տարիներ է պետք, որ ամբողջ կարող ենք ասել, որ ամբողջ ապրանքային ծավալը արդեն բոլորի մոտ դասակարգիչներով ֆիքսված է։ Այս պահին գիտենք, որ այդպես չի։ Ես դեպք եմ ունեցել, երբ որ գնում են ստուգման, օրենքն էլ ասում է դասակարգչով են պահանջում գույքագրում իրականացնել։ Մարդուն տալիս են, ասում են, ենթադրենք 71-12 դասակարգչի ապրանքը դասակարգի, բանը գույքագրի։ Այս մարդը ասում է, ժողովուրդ, այդ ո՞րն է։ Ասում ասեք, այդ ո՞րն է, ասենք եթե դա գարեջուրն է, հայերեն ասեք գարեջուրը գույքագրի։ Ինչ է նշանակում 71-12 ապրանքը գույքագրի։ Ու ասենց լիքը հարցեր են առաջանում։ Ես համոզված եմ, որ դա նորմալ չի։ Այսինքն, եթե մենք ուզում ենք գույքագրել գարեջուրը, պետք է գույքագրենք գարեջուրը։ Հիմա մեկն էլ կարող է սխալված լինի, լիմոնադի դասակարգիչը գրած լինի այդտեղ։ Ասենք ինչ կապ ունի, էլի ինչ դասա, եթե օրինակ ինչ որ մեկը վաճառք իրականացնելիս ու դրանով էլ մարդկանց պարտավորություններ են առաջադրվում եւ պակասորթի կամ մի խոսքով այսպեսի տուգանքներ են առաջադրվում, այսինքն հարկային մարմինը նայում է, ինքը ասում է, էսի դասակարգիչն է, նայում է ձեռքբերումները, նայում է վաճառքները ՀԴՄ-ով տպվել է այս դասակարգիչը այսքան ապրանք, ասում ուրեմն քո մնացորդը պետք է լիներ այսքան, չկա, ուրեմն տուգանում ենք։ Այդ լոգիկայով, եթե Հայաստանում որևէ խանութ, ասենք մթերային խանութ, ինչ որ նոր-նորքի որևէ բակում շենքի, եթե սխալմամբ նշի կենթանի փղի դասակարգչի 4 նիշը։ Ստացվում է, որ հարկային մարմինը գնալու է իր վերլուծական գործիքներով, որոնք շատ ուժեղ են, վերլուծելու է եւ ասելու ուրեմն դու փիղ ես ձեռք բերել առանց փաստաթուղթ։ Դու գանում եմ 20%, կամ ասենք, եթե ինքը սխալմամբ իր մոտ ձեռքբերում ունեցած լինի կենթանի փղի բանով, բնականաբար հասկանալի է, չէ՞, որ նոր-նորքում փիղ չեն վաճառել, ենթադրենք դա կարող է օճառ է եղել երկու հատ, որը վաճառել է, ինքը ճիշտ դասակարգչով է վաճառել, գնալու են ասեն, դու երկու հատ կենթանի փիղ էիր ձեռք բերել, այդ փիղը չկա, պակասորթ է։ Այս ես չեմ պատկերացնում, էլի, այս ինչ մոտեցում է։ Դե փիղը բանը տենց չափազանցված օրինակ է, հասկանալի է, բայց տես հիմա ես ինչքան որ հիշում եմ, որտեղից է հարցը առաջացել, ինչի սենց որոշեցի։ Քանի որ տարբեր հարկ վճարողները տարբեր ձև էին հաշիվները գրում, բովանդակությունը, եւ Պեկին շատ դժվար էր վերլուծություններ անել ըստ ապրանքային անվանումների, որտեղ մեկը մի ձև է գրում, մեկը ուրիշ ձև է գրում, բայց չգիտեմ ինչի իր այդ վերլուծությունը շատ կարեւոր էր, չգիտեմ, ես դրա ցանկացած կարծեմ օրենսդրությունն է ասում, պետքա ցանկացած քո գործիք վարչարության լինի պիտանի օգտակար։ Այսինքն դրա պիտանելիությունն ու օգտակարությունը զուտ հարկային վերահսկողություն կամ լավ վարչարություն իրականացնելու համար իմ համար մութ է, բայց այս դասակարգիչների թեման մտավ նրա համար, որ ինքը տեղեկատվությունը այն ինչ որ ստանում է, համակարգված ստանա։ Դրա համար ստիպեցին բոլորին, այսինքն այս պատմությունն է, որպեսզի պուպուշ վարչարություն ունենանք, ՊԵԿ-ը ունենա, պուպուշ վարչարություն, բոլոր հարկ վճարողներին ստիպեցին տանջվել։ Այսինքն այս կարճ դրա բովանդակությունն է, նույնն էլ այդ QR կոդերի մարման հետ կապված պատմությունն է, իդեպ պետական մարմիններն էլ այդ ճիշտ է օրենքը այսինքն ընդունել են օրենք ու նախատեսում են, որ պետքա մարվի, բայց պետական մարմինները իրանք չեն անում այդ։ Այսինքն դու չես կարող արդարացի չի, դու քեզանից կախված պետությունը իրանից ինքը չի անում, բայց մնացածին պարտադրում է նույն բանը անել։ Իր համար իր անգործությունը տուգանքներ չի առաջացնում, հարկ վճարողի համար ծանրագույն հետևանքներ առաջացնում։ Օրինակ այդ 20-20%-ների պատմությունը կարելի է անունը դնել 20-20։ 20-20-ի տուգանք, էլի, որտեղ չէ, դե ինքը ավտոմատ է աշխատում, այսինքն եթե մեկը չկա, ավտոմատ մյուսն էլ է աշխատում, որոշ բացառությամբ գյուղատեսականի դեպքում։ Ոստեղ մի այլ հետաքրքիր բան էլ կա։ Օրինակ ասուլիսի բացման խոսքում ՊԵԿ նախագահը նաև ասեց, որ սկզբունքը ՊԵԿ-ի նաև մարդակենտրոնությունն է, ինչը միանշանակ ողջունելի մոտեցում է ու շատ լավ կլինի, եթե
այդպես լինի կամ առնվազն ժամանակի ընթացքում մենք հասնենք նրան, որ պետմոտեցումները լինեն իսկապես մարդակենտրոն, բայց այս մարդակենտրոնության հետ կապված մի նկատառում էլի։ Օրինակ մենք գիտենք, որ ՊԵԿ-ը համենայն դեպս անընդհատ հպարտությամբ հայտնում են այդ մասին ու շատ էլ լավ են անում, ասում են շատ ուժեղ վերլուծական գործիքներ ունենք։ Մենք չենք էլ կասկածում, կարծես թե իսկապես շատ լավ տվյալների բազա ունեն ու ավելի լավացնում են, ինչը շատ լավ է։ Բայց տեսնում ենք, որ հարկ վճարողի համար դա որևէ կերպ պիտանի չի դառնում։ Ավելին սահմանափակում ենք օրինակ ինվեստորները տեսնելու, կանչելու եւ նայելու հնարավորությունը, ասենք 500-ից 100 ենք դարձնում կամ չգիտեմ ինչքան ենք սարքում։ Պատճառը ուրիշ է։ Դե հիմա ում ներողություն, բայց ում է հետաքրքրում պատճառը։ Այն Համլետ բանի ոսկե հորթի մեջ է, չէ՞, ասում է, եկեք հարցակվենք Դանիայի վրա, ասում է ինչ պատճառով, ասում է դե պատճառը միշտ էլ կգտնվի։ Օրինակ ինչի սպանեցին արքայազն Համլետին։ Հիմա սա է, կներես, բայց ում է հետաքրքրում պատճառը։ Հիմա եթե մենք այս համակարգը ներդրել ենք ԱՏԳ-ներով, միավորի մակարդակով, ապրանքի վերաբերյալ, շարժի վերաբերյալ տեղեկատվությունը ստանում ենք։ Եթե մենք մարդակենտրոն ենք, ուրեմն մենք այս տեղեկատվությունը պիտի տանք նաև հարկվճարողին, այդ տեղեկատվության տիրոջը, որպեսզի ինքը մի հատ էլ 2-3, չգիտեմ, 4 հոգի կամ ծրագիր չառնի, բան չանի, մի հատ սրան անալիտիկ հաշվառում չվարի մի հատ էլ։ Հակառակ դեպքում մենք իրանից վերցնում ենք, ասում ենք, բայց դու էլ քո համար վարի, եւ ստացվում է մեր հույսը այնա, որ ինքը սխալ կվարի, ու մենք դրա վրա կբռնենք։ Նայ, հիմա ինչա պետությունը, պետության ռեսուրսը նաև իմ քո վճարած, այն մյուսի վճարած հարկերն է, լավ մեր ռեսուրսն է։ Նաև սա մեր ծախսած ռեսուրսն է։ Մեր ռեսուրսն է։ Հիմա ստացվում է ռեսուրս մեզանից վերցնում է իր համար, ասեմ, պետական համակարգի համար կարգավորումներ իրենց հասարքում, որ իրանց համար այսպես ասած մատչելի կամ հեշտ լինի, բայց այդ նույն հնարավորություններին, այսինքն հասանելիություն չի տալիս մեզ։ Ամենաշատ պարզ օրինակը ՊԵԿ-ը այս պահին ունի ներմուծման ժամանակ վճարումների հետ կապված խնդիր կար, հիշում ես, երբ որ տարվա, այսինքն ամսվա այս կողմեն կողմ, այսինքն գումարը վճարում ես, երբ է նստում բանի բյուջեի հաշվին։ Հիմա այդ հնարավորությունները կա, բայց հարկ վճարողին այդ հնարավորությունները հասանելի չի դարձնում։ Այո, ըստ օրինակ ըստ հայտարարագրի։ Քանի որ մենք արդեն մոտ մի ժամա զրուցում ենք, այս վերջում ոնց որ ավելի լավ եւ սենց ասած հավեսով սկսեցինք զրուցել, բայց ժամանակը չձանձրացնենք մեր դիտողներին, արդեն մի ժամա զրուցում ենք, շնորհակալություն հայտնենք մեզ հետևելու համար եւ հույս հայտնենք, որ հայտարարված գաղափարները լավն են, կարծես, հույս ունենանք, որ իսկապես ինչ որ մի օր կդառնանք լիարժեք մարդակենտրոն, կգործենք լիարժեք թափանցիկ, վարչարությունն էլ կլինի որակով, բայց որակով ոչ միայն իմ կարծիքով կարևոր է որ լինի որակով ոչ միայն ՊԵԿ տեսանկյունից, որ գումար ենք բերում, այլ որակով նաև օրինականության սահմաններում։ Ինձ թվում է Էդվարդ ջան, լավ կլինի օրինակ, քանի որ նախ այսքան առաջիկա ամիսները ոնց որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ տարբեր շարժումներ, տարբեր կուսակցություններ նախընտրական ծրագրեր ներկայացնելու, չգիտեմ, միգուցե մտածենք այդ ընտրությունների նախորդող 1 ամսվա ընթացքում նայենք ով ինչ հարկերի հետ կապված, հարկային օրենսդրության հետ կապված ով ինչ առաջարկություն ունի, քննարկման առարկա դարձնենք ըստ այդ առաջարկների միգուցե հետաքրքիր լինի, մեկ էլ կցանկանայի մյուս հաղորդման ժամանակ մի քիչ ավելի դետալացված խոսենք նաև դատախազություն, քննչական կոմիտե, հարկային հարցերով այս օպերվարչություն, քննչական կոմիտե, դատախազություն, դատարան, հետ կապ, այս ամեն ինչի մասին, դրանց մասին խոսենք, հաստատ շատ հարկվճարողների հետաքրքրում է եւ ավելի դետալացված կխոսենք հետո։ Շատ լավ, շնորհակալություն հայտնենք մեր դիտողներին, լավ եղեք։